Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Անտիֆեկի Ղազարյան versus Ղազարյան նախագիծը ներկայացնում է ձեզ 65-րդ թողարկումը։ Այս անգամ հանրային հեռուստաընկերության իրական և բնականաբար նաև մեր վիրտուալ տաղավարում մենք կմշակենք քաղաքագետի անվան տակ հանդես եկող մի քաղաքային տգետի Հարություն Մկրտչյանի։ Բաժանորդագրվեք Անտիֆեկի YouTube-յան ալիքին, հավանեք և տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, իսկ Patreon, Donation Alerts, Super Chat և բանկային փոխանցումներով օգնեք Անտիֆեկի թիմին այս և մյուս նախագծերը կյանքի կոչելու համար։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Գյումրիում Վարդան Ղուկասյանը ընտրվեց քաղաքապետ, այս եւ այլ թեմաների մասին մենք զրուցելու ենք քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Բարի երեկո, պարոն Մկրտչյան, շնորհակալություն հրավերանքելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պետրոս, դու գիտես, որ Հայաստանում կա մի հրաշալի քաղաք, որը նաև հանդիսանում է մեր բոլորի հոգևոր կենտրոնը, որտեղ ապրում են հրաշալի մարդիկ, ունի հրաշալի ավանդույթներ, եւ դա կոչվում է Էջմիածին։ Եվ դրանից բացի գոյություն ունի նաև մի հատ վիրտուալ քաղաք, դա արդեն Հայաստանում չի, դա Թուրքիայում է, բայց վիրտուալ քաղաք է։ Այդ վիրտուալ քաղաքը կոչվում է Էջմիածին։ Այսինքն, այնտեղ ինչքան էջ կա, հավաքվում են այդ քաղաքում եւ կոչվում է Էջմիածին։ Եվ այդ Էջմիածին քաղաքում կան բնակիչներ, որոնք կոչվում են քաղաքատգետներ։ Ամր դու ես կետաս այս սաղ քաղաքագետներին թողած, կետաս կպռնես քաղաքատգետներին, որոնք իմիջիայլոց լավ էլ հայերեն են խոսում։ Տենց է թե չէ, պարոն Հարություն Մկրտչյան։ Ինձ թվում է այս հաղորդման վերջում կերևա, տենց է թե տենց չի։ Էջմիածին է թե Էջմիածին, քաղաքագետ է թե քաղաքատգետ։ Գառնիկ Դանիելյանը ողջունեց Վարդան Ղուկասյանի ընտրությունը եւ ասաց, որ սա ընդդիմության միասնական հաղթանակն է եւ պետք է մի խոսքով շատ բան է պետք, ընդ որում Դանիելյանի կուսակցությունը դաշնակցությունը չէր մասնակցում ընտրություններին եւ վաղուց նրանք ոչ մի ընտրությունների չեն մասնակցում։ Ձեր մեկնաբանությունը։ Գիտեք, արտառոց ինչ եք փնտրում այստեղ։ Գառնիկ Դանիելյանը մի կուսակցություն է ներկայացնում, որը ներքին ներկուսակցական շրջաբերական էր պատտեցնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ անկախությունը ոտնահարել։ Դերենք ասում են չի եղել այդպես բան։ Մի րոպե, այ քո դեմքը ծանոթ է։ Դու են եվրոների ես։ Արա դու եվրո ես։ Պետրոս էսի եվրո է։ Բայց դու եվրոներով տեխնացու էի կառաջադրել, այն Լևոն Բարսեղյանը ձեր տեխնացու։ Արա, սրա ես մի տեղ եմ տեսել, Պետրոս։ Տգետների դպրոցում, Աննա Հակոբյանի, այս տգետների դպրոցի շրջանավարտ է։ Այդ դպրոցը գիտես, չէ՞ ինչի համար է ստեղծված, որ ով որ տգետ է, պետք է գնա տգետների դպրոց, որ տգիտությունը հաղթահարվի։ Հիմա հաղթահարել եք դուք ձեր տգիտը։ Ապա դու եվրո ես, դու ձեր կուսակցություն ես, դու Գառնիկ Դանիելյանի կուսակցության հետ ինչ գործ ունես։ Քեզ Պետրոսը կանչել է, որ դու Գառնիկ Դանիելյանից խոսես։ Դու Գառնիկ Դանիելյանի մասին սրանից ինչ ես հարցնում։ Սրան հարցու ասա քաղաքատգետ, դու եվրո ես, եվրոներով կուսակցություն եք, դաշինք եք ստեղծել, մասնակցել եք Գյումրու ավականու ընտրություններին, քանից են եք հավաքել։ Իսկ ավականի չեն անցել։ Ինքը չի անցել, եկել է հաղթողների գնահատականներ է տալի, թե հաղթողներին ով է շնորհավոր է, ոնց է շնորհավոր է, ինչի է շնորհավոր է, իր կուսակցությունը, հաղթողի կուսակցությունը, լավ կուսակցություն է թե վատ կուսակցություն, շնորհավորողի կուսակցությունը, լավ կուսակցություն է թե վատ։ Դու քեզնից խոսա։ Եվրոտգետ։ Հաշվի առնելով, որ այնտեղ Վարդան Ղուկասյանը ընտրվել է կոմունիստների կողմից առաջադրված, հավատացյալ Վարդան Ղուկասյանը ընտրվել է քաղաքապետ եւ հենց Անդրանիկ նիստի ժամանակ խոսում է Հայաստանի Հանրապետության միութենական պետության մաս դառնալու մասին, կարծում եմ այստեղ տարօրինակ ոչինչ չկա, որ Գառնիկ Դանիելյանը շնորհավորում է, ցանկություններ է արտահայտում։ Ես պիտի այս ամեն ինչը տեսնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորեմ իրենց աչքերը լայն բացեն, տեսնեն թե 2026 թվականին, եթե Աստված մի առասցես ուժերը թաքնվելով
Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան դիմակների յետևում կամ գալով դիմակներից առաջ տարբեր տեխնոլոգիաներ կիրառելով հնարավորություն ստանան իշխանություն վերցնելու, ինչա տեղի ունենալու Հայաստանի Հանրապետության հետ։ Իսկ ինչա տեղի ունենալու Հանրապետության հետ, եթե մեր քաղաքացիները աշկերը բացեն ու տեսնեն, որ դուք այդ սութի եվրոներով, որ ոչ Եվրոպական միության հետ կապ ունեք, ոչ Եվրոպայի խորհրդի կապ ունեք, ոչ այդ արժե համակարգի հետ կապ ունեք, ոչ իրական ժողովրդավարության հետ կապ ունեք, ոչ օրենքի գերակայության, ոչ մարդու, մենակ ընդեղից մի երկու կոպեկ փողից բացի, ուրիշ ոչ մի բանի հետ կապ չունեք, թաքնվելով Նիկոլ Փաշինյանի անվան տակ փորձեք գաք իշխանության, որպեսզի Հայաստանը տանեք հանձնեք եվրո թուրքերին ու եվրո ադրբեջանցիներին։ Այդ դրանից պետք է զգուշ լինեն մեր ժողովուրդը, որ աշկերը լավ բացեն։ Գառնիկ Դանիելյանից վտանգ չկա։ Կարելի է համարել ընդդիմության հաղթանակ եւ նրանք այս հաղթանակը ուղղորդելու են դեպի Երևան հաղթանակի։ Չէ, Պետրոս ջան, սա իշխանության հաղթանակ է։ Բայց Սարիկն է, չէ, ընտրվել։ Բայց Սարիկը, որ քո հետ հարցազրույց էր անում, չասած երկու շաբթի օրը կգաք, իսկ շնորհավոր եք։ Իշխանությունը հաղթել է։ Ով էլ ընտրվի, Պետրոս ջան, մեկը իշխանությունը հաղթելու է։ Անցած անգամ էլ էր, չէ՞, անցած անգամ էլ էր խո քպեն չէր ընտրվել։ Բալասանյան դաշիկներ ընտրվել։ Հետո ինչ եղավ։ Ահա, որովհետև Հայաստանը եվրո երկիր է, էս եվրոն, կյանքում չի ասում, ընտրված իշխանությունը չի հատապալվեն, չի անդե արտահերտ ընտրություն, չի թույլ չեն տալի ժողովրդի կողմից ընտրված գործիչներ իրաց լիազորություններ իրականացնեն։ Որովհետև եվրոպական երկրներից մենակ Հայաստանում է տենց։ Քաղաքատագիտության նոր ուղղություն է զարգանում Հայաստանում։ Դե լավ, չէ։ Ոտքի ելնելու։ Դա էլ մի փոքր չափազանցված է, որովհետև Գյումրիում ի վերջո տեղական ինքնակառավարման մարմինների 19-րդ դարին բնորոշ ընտրություններ տեղի ունեցավ եւ ցավոք սրտի այդ ընտրությունը կատարեց գյումրեցին։ Մի րոպե, այսինքն 21-րդ դարում ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո դուք եկել եք իշխանության, այդ ընտրություն կազմակերպելու հիմնական պատասխանատվությունը իշխանությանն է։ Վահագն Հովակիմյանին, այդ հանճարեղ մարդուն, այդ փիլիսոփա, իրավագետ, կենսաբան ընտրել եք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, որպեսզի ինքը 19-րդ դարի հետամնաց ընտրություն կազմակերպի, դուք էլ դրան մասնակցեիք ու պարտվեք։ Կարող է այդպես հետամնաց ընտրություն այլ է դրա համար եք պարտվել։ Մեծ հաշվով եթե վերցնենք, այո, գյումրեցիներն են ընտրել։ Մոլորեցրել են գյումրեցիներին, խաբել են նրանց, բազմաթիվ այդպիսի դեպքեր կան։ Տեխնացուներից յուրաքանչյուրը խաբել, մոլորեցրել եւ գյումրեցուն է ընտրության առաջ է կանգնեցրել վերջնարդյունքում։ Այ քեզ անշնորհք։ Իսկ թվում է գիտես հիմնականում ով է խաբել, Պետրոս։ Սարիկը խաբած կլինի գյումրեցիներին, խաբած կլինի կասի, որ ես բան եմ, ՔՊ եմ, բայց ասեք ինքը ՔՊ-ի հետ կապ չունել, ինքը լուսավորից էր, մինչև այդ հանրապետական էր։ Դες խաբելը ասելա, որ ես հիմա ՔՊ եմ։ Ես թվում է բանը խաբած կլինի են ասպարեզ ակումբի են Եվրոն, Հարսիկը։ Ինչ էր Լևոն Բարսեղյան։ Այնը խափած կլինի, ասի գիտես, ես քաղաքական գործիչ չեմ, ես լրագրողների ասպարեզ ակումբի նախագահն եմ, ես հասարակական քաղաքացիական հասարակության ինստիտուտ եմ, խափի, մեկը պարզի որ լավ էլ քաղաքական գործիչ է։ Այդ անվանտակ փողերը ստանում է քաղաքական նպատակներով, որ դա մի քանի հոգի փաստորեն խափել են այս ժողովրդին գյումրեցիներին, բայց դե լավ է, որ ի վերջո գյումրեցիները չեն խափնվել, դրանց սաղին լավ, հասկացաք։ Ինչի կներեք Մարտուն Գրիգորյանին ընտրողները ձեր կարծիքով կամ գյումրեցիների կարծիքով, նրա ընտրողների կարծիքով պետքա գնար միանար Վարդան Ղուկասյանին, այն դեպքում, որ հենց քարոզարշավի ընթացքում էր Մարտուն Գրիգորյանը հայտարարում, որ ինքը Վարդան Ղուկասյանի հետ ընդհանրապես բացահայտում էր, որ դա իշխանության ծրագիր է։ Դա իշխանության ծրագիրն, այո, էլ ինչ ասես չեն արել այս մարտիկ հիմա։ Չէ, Մարտուն Գրիգորյանը պիտի բանի միանար, էլի։ ՔՊ-ին պիտի միանար, չի միացել։ Խաբել է Մարտուն Գրիգորյանը իր ընտրողներին, ՔՊ-ին չի միացել։ Բանի մեկը պիտի միանար։ Եվրոներին պիտի միանար, բայց դե եվրոները չեն անցել, ոնց միանար։ Ես քաղաքա, ինչ ասի դու, քաղաքագետ, չէ՞, դու ես ասում քաղաքագետ։ Ես ինչ ասի։ Ամրես։ Դուք ասում եք ռոբասերժական իշխանությունը, բայց ոչ Քոչարյաններ մասնակցում, ոչ Սերժ Սարգսյաններ մասնակցում։
ոչ հանրապետականներ մասնակցում, ոչ Լևոն Տեր-Պետրոսյաններ մասնակցում, ոչ էլ դաշնակցություններ մասնակցում, այսինքն ձեր ասած այդ Նախսկսենք նրանից, որ դա միայն ես չեմ ասել, ես կարելի է ասել, լսել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գյումրի կատարած այցի ընթացքում, ինքն է ասել, որ ընտրություններին մասնակցում է մի քանի 100 միլիոն դոլարի թալանը, Ռոբիկը, Սերժիկը, Միշիկը եւ այդպես շարունակ։ Արա, քցես Նիկոլի ջեբը։ Արա այդ խեղճ հայվանին էլ արա, ով ինչ ունի տանում գցում դրա։ Արա դրա ջեբը այդքան տեղ կա։ Մեկը պատերազմն է տանում գցում դրա ջեբը, մեկը նախկինի թալանն է տանում գցում դրա ջեբը, մեկը Արցախն է տանում գցում դրա ջեբը։ Հիմա էլեսի վերցելա նախկին Ռոբերտա Սերժա, արասկի չխաբարը չի, որ դրանք իրար հետ ինչ խնդիրներ ունեն, ինչ լարված։ Ռոբերտա Սերժական, ասես ֆիքսել են ու տարավ քացած այդ խեղճ ախմախի ջեբը։ Իսկ այն, որ այս ուժերը կապ ունեն թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի, թե նախկին իշխանությունների հետ, դա իրենք էլ չեն հերքում ըստ երևույթին։ Ներողություն, Դոնբասում եւ ռուսական ORT-ի աստղ դարձած Անդրանիկ Թևանյանի ներկայացրած տեխնացուն կամ հենց ինքը Թևանյանը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մարտուն Գրիգորյանը չի ներկայանում իբրև ազգային ժողովի падգամավոր պատիվ ունեմ խմբակցություն։ Որ ասում եմ, այն սկզբից որ ասում եմ քաղաքատգետ, կարող է մտածի, որևէ մեկը մտածի, ասի, այ մարդ կարող է էսի վիրավորում, ախի է վիրավորում, դա։ Հիմա ասենք, եթե մարդը իրան համարում է քաղաքագետ, պիտի նվազագույն տարրական պատկերացումներ ունենա երկրի քաղաքական դաշտի վերաբերյալ, չէ՞, քանի քաղաքական կուսակցություն կա, ով է քաղաքական կուսակցության ղեկավար, ազգային ժողով ով է падգամավոր, ով է դուրս գալի, դուրս գալուց հետո ինչ է։ Դա քաղաքագետը նա է, որ այս ամեն ինչը վերլուծում է, չէ՞։ Հիմա ասենք թե եթե մարդը համարում է քաղաքագետ, տեղյակ չի, որ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը 21 թվին որպես դաշինք ձևավորվել է հայրենիք կուսակցության եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության միավորման արդյունքում, որ այդ դաշինք ունեցել է համամասնական ցուցակ, որի մի մասին առաջադրել է տեխնացուներին հայրենիք կուսակցությունը, մի մասին Հանրապետական կուսակցությունը, որ Մարտուն Գրիգորյանի տեխնացությունը առաջադրել է հայրենիք կուսակցությունը Եվ այդ նույն հայրենիք կուսակցությունն էլ մի ուրիշ կուսակցության հետ, որը вообще էցքի թեմայի մեջ չի, սա խառնել է իրեն Երևան Թավերձյանը, ստե մնացած վաղ ձեն չի անում, հետո դու հմեկում ասում աթո Մարտուն Գրիգորյանին քպնձայտ, այդպես մի հատ կաշկալամաշտարկ։ Այդ նույն հայրենիք կուսակցությունը, որով Մարտուն Գրիգորյանը դարձել է падգամավոր, իր հայրենիք կուսակցությունով ուրիշ կուսակցության հետ առաջ Հանրապետական կուսակցությունը ստե ինչ կապ ունի։ Հանրապետական կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, որ Պետրոսի ասած չի մասնակցի ընտրություններին։ Անդրանիկ Թևանյանը անկուսակցական եղել է Հայաստան խմբակցության падգամավոր, հետո Հայաստան խմբակցությունից դուրս է եկել, ստեղծել է մի հատ Մայր Հայաստան դաշինք, Մայր Հայաստան դաշինքով մասնակցել է Երևանի ավականու ընտրություններին, պարտվել է, հիմա էլ մասնակցել է Գյումրու ավականի ընտրություններին պարտվել է։ Էդի ասենք թե Ռոբերտ Քոչարյանի հետ ինչ կապ ունի։ Ռոբերտ Քոչարյանը դանապես որևէ կուսակցություն չի ղեկավարում։ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած դաշինքն էլ կազմածել է վերածնվող Հայաստան կուսակցությունից եւ հայ-հեղափոխական դաշնակցությունից։ Դրանցից ոչ մեկը այնա Պետրոսն է։ Պետրոսն էլ, արա Պետրոսյան, դու ես քաղաքագետ, այդ ցավտանում, սրա քաղաքագետը ո՞րն է։ Դու քո ես հալով էլ ահագին բան հասկանում ես։ Էսի вообще անտեղյակ։ Հիմա որ ասում ես քաղաքատագետ, հիմա կարծեն ինչ ես ասում։ Բայց ինչ անը, բայց տագետը ո՞րն է, գիտելիք չունեցողը, չէ՞։ Բայց եթե տարական բաներ դու չգիտես, թե որ կուսակցությունում հետա դաշինք ստեղծե, ով է մենակ Ռոբերտա Սերժական, Ռոբերտա Սերժական այդ հիմարությունը սաղել է ինչքան զոմբիկա դուսա տալի էլի։ Գնացել ես փողոցից մեկի քթեպերեն ստացրել ես ստե բանից։ Էշմիածին քաղաքից։ Էշմիածին չէ։ Թուրքական։ Էշմիածինը։ Էշ միասին։ Գիտեք, ես չեմ պատկերացնում մի համայնքապետ, որը բացահայտ կանգնում եւ խոսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ, Հայաստանի Հանրապետության անկախության դեմ, դա անում է կոմունիստների կուսակցության թիկունքում թաքնված կամ հենց բացեիբաց կոմունիստների տեխնացու ներկայանալով, ես չեմ պատկերացնում այդ աշխատանքը։ Իրոք, իսկ դու պատկերացնում ես աշխատանքը Հայաստանի եվրոպական կուսակցության հետևը ոչ թե թաքնվելով, այլ այդ կուսակցության ու մյուս երկու կուսակցությունների Հանրապետություն կուսակցության եւ Հանուն Հանրապետություն կուսակցության կողմից առաջադրված
Լևոն Բարսեղյանի հետ աշխատանքը։ Վարդան Ղուկասյանը ասում է չեմ բացառում մեկ այլ միության անդամակցությանը, դուք էլ ասում եք Հայաստանը թող գնա անդամակցի Եվրոպական միությանը։ Հիմա այդ Եվրոպական միությունը էլի միություն է, ընդեղ էլ էս որոշումներ կայացնում անդամակցելուց հետո արդեն քո ինքնիշխանությունը սահմանափակելու հաշվին, այդ կազմակերպությանը կարաս անդամակցես միայն հանրաքվեի միջոցով, որովհետև ինքնիշխանությունդ մի մասը զիջում ես վերպետական, վերազգային կազմակերպությանը, հիմա դուք դրա կողմնակիցն եք, դուք դրա այդ անունը դրել եք Եվրոդաշինք, ասում եք թող Հայաստանը էթա միանա Եվրոպական միությանը։ Այն մարդն ասում է Եվրոպական միությանը թող չմիանա, Եվրասիական տնտեսական միությանը միացել է, թող միանա կամ այդ ուրիշ միություն։ Տարբերությունը ո՞րն է։ Ձերը եվրոն է, հա, եվրոյի տակ լավ է, ձեզ եվրոները բան են անում, փող են տալի, դրանց փող չեն տալի։ Կարող է ասենք թե քեզ ռուսները փող տան, մեկ էլ դու ասես, ես ուզում եմ, որ մենք անդամակցենք Բելարուսական միության։ Ասենք եթե Լուկաշենկոն կանչի քեզ մեր կոպեկ փող տա։ Պարոն Կրչյան, դուք չափազանցում եք։ Նա ասել է միանանք Ռուսաստան, Բելարուս դաշինքին։ Ինչ վատ բան կա։ Մենք ուզում ենք միանանք մեկ այլ դաշինքի, Եվրամիությանը, չէ՞։ Դաշինքներ են։ Ինչ է այս մի պարագայում դաշինքին միանալը, դաշինքին միանալը, այս պարագայում դա սխալ է։ Պետրոս դու իսկականից խելոքացել ես, թե բանը դերասանություն ես անում։ Ոնց որ արդեն ուղղակի սկսում աշխատել, գիտես, ինչ էս հետաքրքիր է։ Համեմատությունն ինքնին շատ սխալ է, սկսենք դրանից։ Եվրամիությունը տնտեսական կառույց է եւ Եվրամիության այլընտրանքը ԵԱՏՄ-ն է, որի անդամը Հայաստանի Հանրապետությունը այս պահին է։ Пожалуйста։ Եվրոտագետ։ Ինչ ասես ախպեր ջան, բայց տգիտությունը ո՞րն է։ Տգիտությունը ինչ-որ Եվրոպական միությունը տնտեսական կառույց է։ Այն դեպքում, երբ որ Եվրոպական միությունը քաղաքական կազմակերպություն է, Եվրամիությունը ունի խորհրդարան, որը ընդունում է օրենքներ, որոնք պարտադիր կատարման ենթակա են Եվրոպական միության տարածքում։ Եվրոպական միությունը ունի կառավարություն, Եվրոպական հանձնաժողովի դիրեկտիվները պարտադիր կատարման ենթակա են անդամ պետություններում։ Եվրոպական միությունը արդեն սկսում է ձևավորել, մտածել իր սեփական զինված ուժերի եւ անվտանգության համակարգի ստեղծման մասին, այսինքն քաղաքական կազմակերպությունից բացի վերածվում է նաեւ ռազմաքաղաքական կազմակերպության։ Սա ասում է դա տնտեսական այն դեպքում, երբ որ հակառակը Եվրասիական տնտեսական միությունն է համարվում միայն տնտեսական կազմակերպություն, որը ունի քաղաքական մարմիններ, որը ունի, ասենք թե Եվրասիական տնտեսական միության խորհրդարան, նույնիսկ խորհրդարանական վեհաժողով։ Ինչ է, բայց տգիտությունը ո՞րն է, Պետրոս ջան, բան չիմանալն է, չէ՞։ Քաղաքագիտության մեջ բան չիմանալն է, կոչվում է քաղաքատգետ։ Շատ լավ, գանք Երևան։ Արցախցիները հանրահավաք են անում եւ պահանջում են իրենց սոցիալական խնդիրները լուծել։ Այնտեղ գնում են ընդդիմադիրները, խոսում են քաղաքական տեքստեր։ Սա սոցիալական շարժում է, թե քաղաքական։ Սոցիալական սոուսի մեջ թաղված քաղաքական ուղղված Հայաստանի Հանրապետության պետական շահերի դեմ։ Պարոն Մկրտչյան, ինչի եք դες ձևակերպում։ Մարդիկ ասում են, մենք տները կորցրել ենք։ Պետական ծրագրով չեն կարող բնակարան գնել։ Որտեղ։ Ոչ մի տեղ, կամ շատ քիչ տեղ։ Եթե խոսքը գնում է Երևանի կենտրոնի կամ Երևանամերձ քաղաքների մասին, գուցե։ Նույնիսկ մարզերում դա բարդ է։ Չի ասի։ Դե բացատրում են։ Որտեղ։ Ես իսուր չտվեցի։ Ինչու է դա քաղաքական ունել Հայաստանի շահի դեմ։ Մարդիկ ասում են, գիտեք, մենք տուն ենք, հեշտ չի, չէ՞ տուն կորցնելը։ Իհարկե, դաժան է։ Հեշտ չի գալ Հայաստան, Երևան կամ մարզեր եւ ըստ էության անծանոթ միջավայրում ապրել, սոցիալականացվել, աշխատանք գտնել, այդ տները կառուցել, բանկ, վարկ եւ այլն։ Ասում են կառավարություն շարունակի այդ 40 + 10,000 ծրագիրը օգնի, մինչև մի բան լինի մեր ոտքի կանգնենք։ Ինչու է դա քաղաքական ունել Հայաստանի շահերի դեմ։ Հələ հարցը ասա դու քանի անգամ ես գնացել արցախցիների մոտ, մի հատ ծանոթանաս իրանց խնդիրներին, սոցիալական խնդիրներին,
Բա իշխանական քարոզիչ ես։ Մի հատ այս արցախցիների իրավիճակը առաջացել է քո մեղքով, անձամբ քո մեղքով, ձեր իշխանությունների մեղքով, ձեր վարած քարոզչության, ձեր քաղաքականության մի անգամ գնացել ես, չէ, իրանք չեն գնում, բայց եթե հանկարծ ուրիշներն գնում են, դա հակապետական, հակազգային ծրագիր է, որովհետև դրանցով խաթարում են իրենց եղբայրական ադրբեջանցի պլանները։ Ուզում են օգնություն ցույց տանեն արցախցիներին, որոնք վտարվել են Ադրբեջանի եւ իրանց մեղքով։ Դու գնայիր, բա գնայիր էլ մի հատ աջակցություն ցուցաբերեիր, մերձակա քաղաքներից ես խոսում, Երևանի մերձակա քաղաքի բնակիչ ես։ Մա տնից է դուրս գայիր, ասեիր արցախցիներ, եկեք իմ տանը ապրեք, իմ մեղքով եք դուք բան եղե տնեզուրկ եղե, եկեք իմ տանը ապրեք, այն ձեր 40,000-ն է որ կտակ ինձ, ես կեթամ սահմանամերձ գյուղում մի հատ տուն կվարձեմ, կոմունալ վարձերը կվճարեմ, ընդ սահմանամերձ գյուղում կապրեմ։ Եկեք դուք իմ տանը ապրեք, Պետրոսպոլ տես կանես, 2 տուներ տուն է, չէ Երևանում։ Ձեր տնից դուրս եկեք, այդ տները տվեք արցախցիներին, պայմանավորվեք հետ, ասեք տունը տալիս եմ քեզ, պայմանով որ այդ ձեր 40,000-ը որ ստանա կտակ ինձ, այդ 40,000-ը 40,000 չէ, 50 էլ 10,000-ը վերեն։ Հա, այդ իհարկե մինչև ապրիլից հետ էլ չկա արդեն։ Հա, կեթակ դուք էլ իրար հետ դու եւ քո ասած պարոն Ղուկասյանը, կեթակ իրար հետ սահմանամերձ գյուղերում կապրեք։ Իմիջայց ընդդիմության մասով ասում են, հա, նրանք գալիս են, դուրս են գալիս, իրենց տեքստերը ասում, քաղաքական գնում են, մեր հետ կապ չունեն այդ տեքստերը։ Չգիտեմ, ջայլամային քաղաքականությունը բոլոր ժամանակներում մեր քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին կլինի իշխանություն, ընդդիմություն, եղել է հարիր, դրանց համար ընդունած տարբերակ է եղել, գնալ այդ ճանապարհով ջայլամային քաղաքականություն վարել։ Այսինքն գլուխը խոթել ավազի մեջ, այլ բան ցուցադրել եւ հայտարարել, որ իր շուրջ ոչ մի բան տեղի չի ունենում, իրենք խաբար չեն։ Բայց այնինչ իրենց վրաններում իշխանափոխության կոչեր է հնչում կամ նախապատրաստման process-ներ է գեներացվում, մամուլում կան, չէ, տեսել ենք։ Քաղաքական հայտարարություններ է արվում, որ ինչ-որ ինստիտուտների մասին է նախ խոսք գնում, որ կան Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի լեգիտիմ ինստիտուտներ, ինչ ինստիտուտներ, ինչի մասին է խոսքը, դուք պետության մեջ պետություն եք խաղում, կարող է լինել այդպիսի բան, չի կարող լինել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետության մեջ պետություն չի կարող լինել։ Բա դու չես հարցնում, այն պետությունը, որտեղ այդ ինստիտուտները ձևավորվել են, հիմա ուր է։ Բա այդ պետության ինստիտուտները դա Արցախի Հանրապետության նախագահն է, Արցախի Հանրապետության ազգային ժողովն է, Արցախի մարդու իրավունքների պաշտպանն է, Արցախի կառավարությունն է, Արցախի դատախազությունն է, Արցախի վճռաբեկ դատարանն է, Արցախի դատարաններն են։ Այդ ինստիտուտները ուր են բա։ Բա քանի դուք չէիք եկել իշխանության, այդ ինստիտուտները կային, չէ։ Ու դրանք Հայաստանում չէին, չէ, Արցախում են, որտեղ պիտի լինեին, որտեղ ստեղծվել էին, այնտեղ էլ կային։ Բա դու քեզ հարց չես տալի քաղաքագետ, թե այդ ինստիտուտները հիմա ստե ինչ գործ ունեն, որ հələ մի հատ մտածենք, այդ ինստիտուտները ստե պիտի պաշտպանվեն կամ չպաշտպանվեն։ Կամ որ ժամանակին Լեհաստանի վտարանդի կառավարությունը գտնվում էր Լոնդոնում։ Միացյալ Թագավորությունը շատ մեծ անհանգստություն ուներ, որ իրանց երկրի տարածքում մի հատ ուրիշ երկրի ինստիտուտներ են գործում։ Այնքան գործեցին, մինչև որ 1989 թվականին Լեհաստանը իր անկախությունը վերագտավ եւ այդ ինստիտուտները վերադարձան Լեհաստան, վերականգնեցին իրենց անկախ երկրում, արդեն ոչ սովետական Լեհաստանում իրանց գործունեությունը։ Մեծ անհանգստություն էր Միացյալ Թագավորությունը, բայց պետության մեջ պետություն ո՞նց էր գործում Լեհաստանի վտարանդի կառավարությունը, վտարանդի նախագահները։ Չէ, Հայաստանը ոնց կար Արցախի ինստիտուտ գործի, դա Ադրբեջանը չի թողնի։ Լավ էլ հայերեն է խոսում, Պետրոս, զգացել ես, բայց առաստորան կնես լավ հայերեն գիտեն։ Մերպես խոսում են, ոնց որ հայել են, չէ։ Նախ չկան ինստիտուտներ, մի պարզ պատճառով։ Սամվել Շահրամանյանը գնացել եւ Եվլախում կամ իր ներկայացուցիչը գնացել Եվլախում, այդ թուղթը բերել է Սամվել Շահրամանյանն էլ ստորագրել է։ Յա, այդ դու տեյակ չես, հա, որ Սամվել Շահրամանյան ասել է, որ այդ թուղթը մինչև ստորագրել է ուղարկել է Նիկոլ Փաշինյանիդ, որ Նիկոլ Փաշինյանը ծանոթ, Նիկոլ Փաշինյանը ասել է չստորագրես հանկարծ Սամվել Շահրամանյան, մենք մեր սահմանադրական պարտականությունը կատարելու ենք, շարունակելու ենք առաջնորդվել կառավարության գործունեության ծրագրով եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ եւ մեր երաշխիքներն ենք տրամադրելու Արցախին իր անկախ պետականության համար, տենց է ասել Նիկոլ Փաշինյանը, Սամվել Շահրամանյանին։
Մինչև վերջի կետը համաձայնեցրած է Նիկոլ Փաշինյանի հետ։ Դու չես լսել, որ Արցախի պաշտպանության բանակը մինչև վերջին պահը ենթարկվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերին։ Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին, սոցիալական խնդիրների մասով։ Գիտեք, այստեղ իմ դիրքորոշումը բավականին տարբերվող է։ Վերջերս հնչեցրել եմ ես այս մասին իմ դիրքորոշումը, տարբեր շրջանակներ փորձեցին դա ներկայացնել իբրև ատելության խոսք, ազգամիջյան ինչ-որ պառակտում։ Դες բաներ էլ է արել։ Բա ատելությունա տարածում, ժողովրդի մեջ լարվածունա, ատելության խոսք է սերմանում, այդ իրանց մեղքով այդ վիճակի մեջ հայտնված ժողովրդի հանդեպ։ Մի հատ էլ կնիկ կար, չէ՞, սրա նման մի հատ կնիկ արել է նույն ձևի խոսում էր, խոսնակ լրատվականով։ Ես ինչ եմ ասում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւս ունեն բնակարանային ապահովության խնդիր։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւս ապրում են վարձով։ Մեզ իսկ ցինիկ է Պետրոս։ Սա ոչ միայն քաղաքատգետ, այլ նաև քաղաքացինիկ է։ Ուրեմն այդ մարդկանց իրա մեղքով անձամբ իրա սրանց պետք է անձնավորել։ Եթե սրանք այդ քաղաքականության պաշտպանն են, քարոզիչը 2 կոպեկի համար, ուրեմն սրանք անձնական մեղք ունեն։ Ուրեմն իրա մեղքով այս մարդիկ իրանց հազարամյա բնակավայրերը թողը եկե դարել են փախստական, մտել ասում չհասկացա, դու բնակարանի խնդիր ունես, Հայաստանում ապրող մարդը բնակարանային խնդիր ունի։ Մարդը մեծ ընտանիքում մեծացել են, 2 աղբեր են, պետք է առանձնանան, մեկի տուն ապետ բնակարանային խնդիր ունի։ Այսինքն ինքը տանում դա համեմատում է բռնի տեղահանված արցախցիների հետ, որոնց բռնի տեղահանման մեղավորը ինքն է։ Այդ կոչվում է ցինիզմ։ Ուսուցը լեքտել է տենը մեջ չէ սանձարձակությունը։ Դե չեք կարծում որ Հայաստանի Հանրապետությունում կա հիմա օրինակը բերեմ Հայաստանի Հանրապետությունում Շիրակի մարզում կա աղետի գոտի միջև այսօր։ Ինչ այդ մարդիկ տուն չեն կորցրել։ Ասեմ ավելին։ Այդ մարդիկ առնվազն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկատուների հաշվին գնված զենքը բանձիկով Ադրբեջանին չեն հանձնել։ Դերում ես ինչ ասում Պետրոս։ Իրանք կարա ցույցում են տվել Արցախի պաշտպանության բանակը 20 թվից հետո մինչև 23 թիվը զորացրում են արել, զորահամալիրում չեն իրականացրել։ Բանակը թողել են մի տարի շրջափակման մեջ, ժողովուրդը սոված, ոչ երեխեքը սննդամթերք ունեն, ոչ հիվանդները դեղ ունեն, ոչ վառելիք, ոչ բան։ Վերջում էլ ադրբեջանցիները հարձակվում են, ասում են մենք ստից հետևում ենք Արցախում տեղ ունեցող իրադարձություն։ Այստեղից է մի հատ վերջին պահին ՊՆ-ից հանձնարարություն են տալի, ասում են պաշտպանության բանակին զենքը վայր դրեք, հանձնեք թշնամուն դուրս եկեք, ասում են բանթիկը վերեն զենք։ Այ բանթիկը վերեն քեզ պիտի հանձնենք Ադրբեջանին։ Այսպես պետք է բանթիկը կապենք քեզ, քո Նիկոլին, ձեր ամբողջ ԿՊ-ներին, այդ սութի եվրոներին, այդ են սաղիդ պիտի մի հատ բանթիկով հանձնենք Ադրբեջանին, որ իմանաք, թե ինչ է նշանակում բանթիկով Ադրբեջանին բան հանձնելը։ Հնա իրանք են էլի մեզ հանձնել, մենք որ իրանց հանձնենք, իրանց հանձնածն է էլի։ Գուցե ցավոտ բաներ եմ ասում, բայց սրանից իրականությունը չի փոխվում։ Այս խոսույթը գեներաց ներողություն 120,000 փախստական եկել է Հայաստանի Հանրապետություն։ Ցույց տվեք աշխարհի վրա մի երկիր, որ 120,000 մարդու միանգամից փախստականի կարգավիճակով պետությունն ընդունում է ու մեկ գիշեր վրանի տակ մարդիկ չեն ապրում։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը իր գլխի վրա ընդունել է։ Որևէ մեկը վրանում չի քնել։ Դու քո գլխի վրա քանի մարդ ես ընդունարա։ Ձեր տուն քանի մարդ է եկի Արցախից մնալու։ Հայաստանի ժողովուրդն է, հայ ժողովուրդն է, ոչ թե դուք, այլ մենք հայերով ենք փորձել օգնել մեր հայրենակիցներին, արցախցիներին այդ դժվար պահին։ Այդ մարդիկ փախստական չեն, որ այդ մարդիկ ներքին տեղահանված են իրենց հայրենիքից, այդ մարդկանց վտա։ Հիմա նույն ձևի կարող է վաղը միսօր Սյունեցիներին ամբողջ Կապան, Քաջարյան, Գորի, Սիսիան, Վայ, Գեղեգնաձոր հանենք բերեք լցեք Երևան, ասեք միանգամից քանի մարդու մենք ընդունեցինք, մեր գլխի վրա ընդունեցինք։ Գլուխը, այդ գլուխն է, որ հետո լսում եմ նրանք փախստականներ են եկել են քաղաքացիություն չեն ստանում։ Հայաստանի քաղաքացին ի՞նչ քաղաքացիություն ստանա։ Այդ դու ո՞նց էլ Հայաստանի քաղաքացի Ստեփանագերդի բնակիչ Հայաստանի քաղաքացի չեղավ։ Ի՞նչ տարբերություն։ Ի՞նչ տարբերություն։ Դու հիմա Հայաստանի այսքան ո՞նց չէ։ Ով գիտի
Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացի, ով է նայ դրա պասպորտը։ Դու նայել ես Պետրոս դրա պասպորտը։ Ես չեմ նայել։ Չնայած կարող է դրանց Հայաստանի պասպորտը տված է, մի պահ շխուր ընկավ, չէ՞, որ Նարգիշտի Քյարամյան վան ինչ-որ մի քանի հազար Ղարնիկ Իսագուլյաններ դրա համար են դատում։ Դա էլ այդ պասպորտներից կլի։ Կլինի կունենա էսի պասպորտից դրամա։ Այնի ժամանակին, երբ որ Աղդամի ազատագրումներ կամ չգիտեմ ինչպես անվանել այլևս դա տեղի ունեցավ, Բաքվի Արվարձանում վրանային ավան էր բացվել։ Մարդիկ վրանների տակ էին քնում։ Ես սոցիալական բեսպրեդելի կողմնակից չեմ։ Որևէ մեկը այստեղ պետքա արտոնյալ դիրք եւ արտոնյալ խավ չլինի։ Սրա ասելով Պետրոս, հիմա արցախցիները այսքանից հետո էլ հələ մի հատ Հայաստանի արտոնյալ խավն են։ Արտոնություններ ունեն իրանք։ Բա շահել են էլի փաստորեն մարդիկ շահառուներ ուղղակի գլխի չեն ընկել ախպեր որ իրանք զոհվել են որ իրանք հարազատները ինչ վիճակի մեջ են էլ ինչ ձևով են բռնի տեղահանվել ամբողջ տան ունեցված գլխի չեն ընկել որ իրանք դրանից հետո դառել են արտոնյալներ Երևանը ասեմ ավելին Ստեփանակերտի պիտի չվերածվի Ես տեսեք հիմա չգիտեմ դա ինչ է նշանակում բայց այդ մարդիկ ի տարբերություն հայաստանցիների հա տուն են կորցրել, աշխատանք են կորցրել, իրանց ողջ սոցիալական կապիտալը կորցրել են։ Հասկացամ։ Եվ հիմա ասում են 40+10 ծրագիրը պահեք, դա ի՞նչ է, դա սոցիալական սարսափելի արտոնություն է, որ յոլա գնանք մինչև այդ տան ծրագրի մեջ այդ խութերը Պարոն Ղազարյան։ Պետրոս լմացուս մնարա։ Լմաթիշի են Տիգրան Խաչատրյանը որ ստե վերընկածեր ինչ էր ասում։ Այնքան օգնություն, որ 40+10,000 ծրագրով արցախցիներին տրամադրվում է տարեկան։ Մի քանի անգամ ավելի քիչ գումար է, քան այն գումարը, որ Հայաստանի կառավարությունը տվել է Արցախի կառավարությանը որպես բյուջետային վարկ։ Էլ չեմ ասում, պաշտպանության բանակի ֆինանսավորումը ինչքան է եղել, երբ որ դեռ պաշտպանության բանակ եղել է, որը հիմա գոյություն չունի։ Այսինքն սրանք Արցախ Ադրբեջանին տալով, հələ մի հատ էլ նույնիսկ սոցիալական նպաստները տալուց հետո փող են խնայում, հասկանում ես, փող են ուտում։ Այն փողը, որը մեր պետական բյուջեն, հələ մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը միշտ տրամադրել է Արցախին։ Դա Արցախինը չի է տրամադրել։ Մեր հայրենիքն է տրամադրել, ոնց որ լես ասես Վայոց ձորի մարզին բյուջեից չեն փող տալի։ Վայոց ձորի մարզի համայնքներն չեն դոտացիա ստանում, պետական ծրագրերն չէ իրականացվում, Վայոց ձորի դպրոցներն չէ պետական բյուջե, նույն ձևի էլ Արցախինն է, բա մեր հայրենիքն է, մեր երկիրն է, չէ։ Սրանք մեր երկիրը պիտի հանձնեն Ադրբեջանին, այս մարդիկ է բռնի տեղահանվեն, գանստելն են արտոնյալ փախստականներ։ Մատ դու եփ ես լելու արտոնյալ փախստական, մատ տենանք մեկ քիչ սիրտներս հովանա։ Մենակ դու չէ, դες մի քանի հոգի կաք։ Սոցիալականը դա սոուսն է։ Իրականում այնտեղ քաղաքական հայտարարություններ է հնչում։ Ինչ քաղաքական հայտարարություն։ Դա հնչեցնում անդիմությունը։ Նաև իրենք խոսում են վերադարձի մասին։ Ներողություն, մարդիկ չխոսան ես Պիտի խոսեն, ինչ պայմաններով, ում են այդ պահանջը դնում։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն երթ են իրականացնում։ Պահանջ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, որ այս հարցը դրոշակ դարձնի, լավ իմանալով, որ համաձայնեցված 17 կետի հետ կապված Ադրբեջանը հայտնվել է դիվանագիտական փակուղում։ Ադրբեջանի վիճակը հիմա խայտառակ վիճակ է, Պետրո, շատ ծանր վիճակում են դիվանագիտական, չգիտեն ինչ անեն, աշխարհը թքմայրեսներին մեկուսացել են, ինչքան միջազգային կազմակերպություն ու երկիր կա, այդ թվում իրանց Եվրոպական միությունը, բոլոր սանկցիաները կիրառել է Ադրբեջանի նկա։ Հիմա Ռուսաստանի դեմ Եվրամիությունը այնքան սանկցիաներ չունի, ինչքան Ադրբեջանի դեմ։ Միացյալ Նահանգները իր հերթին է սանկցիաներ կիրառել։ Թուրքիան Ադրբեջանի հետ համարյա խզել է դիվանագիտական հարաբերությունները, բոլոր երկրները խզել են, որովհետև դիվանագիտական փակուղում են հայտնվել այդ 17 կետի հետ կա Հայաստանի վիճակն է լավ։ Հայաստանը հիմա դիվանագիտական առումով շատ մեծ ձեռքբերումներ ունի։ Իսկ այդ ղարաբաղցիները փոխանակեթան մեր արտաքին գործերի նախարարին շնորհակալություն հայտնեն, որ իրանց խնդիրներով զբաղվում է, իրանց վերադարձի հարցերով զբաղվում է,
Հարադել չեն հասկանում այդ Ղարաբաղցիները, որ պիտի գնան շնորհակալություն հայտնեն, հենց մտե պահանջներ են ներկայացնում։ Պահանջներ են ներկայացնում, ասում են դիվանագիտական ջանքեր գործադրեք, մեր հայրենիք վերադառնալու իրավունքները վերականգնեք։ Այն դեպքում, երբ որ չեն հասկանում, հասարակ բանը ոչ չեն հասկանում, ես չգիտեմ, որ իր այդ արտաքին գործերի նախարարությունը հիմա զբաղվում է Հայաստան-ադրբեջանցիներով բնակեցնելու հարցերով։ Այսպես պիտի 120,000 լինեն, հետո դառան 170, հետո 300,000, հետո 1,5 միլիոն։ Հիմա մեր արտգործնախարարությունը փոխանակ իր գործը թողնի Հայաստանի տարածքում 1,5 միլիոն ադրբեջանցիներ բնակեցնելու հարցերով զբաղվի, պիտի մտածի ինչ այդ Ղարաբաղցիները վերադառնան Արցախ։ Հայ քեզ բան, հակապետական, թշնամական ծրագրեր են իրականացնում այդ սոցիալական արտոնություններ ունեցող այդ Ղարաբաղցիները։ Այսինքն այդ մարդիկ չուզենան որ տուն գնան։ Չկարող են ուզենալ, բայց դրա համար պետքա ուլտիմատումով չխոսել։ Դրա համար պետքա նստել երկխոսել։ Դրա համար պետք չի ազատության հրապարակում վրան դնել, այդ վրանում ընդունել տարբեր կալիբրի նախկին իշխանության ներկայացուցիչների ու Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխության խոսույթ գեներացնել այն դեպքում, որ իրենցից ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն իրենցից 120,000 Հայաստանի Հանրապետություն եկած արցախցիներից ընդամենը, եթե չեմ սխալվում, 8,200 քաղաքացի ընդունել Հայաստանի Հանրապետության 7,000 մոտ քանի 7,000 քանի 100 քաղաքացի ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ինչի չեն ընդունում։ Հիմա սրան ես պիտի բացատրեմ, որ արցախցիները Հայաստանի քաղաքացի են, որ Հայաստանի քաղաքացին Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք չունի։ Ինչա թե սրանց ադրբեջանա-թուրքական կառավարությունը ասում է, չէ, արցախցիները դրանք Հայաստանի քաղաքացի չեն։ Բա որտե՞ղ է քաղաքացին արա։ Բա որտե՞ղ է քաղաքացի։ Եթե մարդ ունի Հայաստանի անձնագիր, Հայաստանի քաղաքացու անձնագիր, ինքը որտե՞ղ է քաղաքացի, Մոնղոլիայի քաղաքացի է, թե Ինդոնեզիայի քաղաքացի է։ Ռետորական հարց բարձրացնեմ, իսկ կարողա չեն ընդունում, որ իրենց որդիները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության չանցնեն։ Օրինակի համար։ Արա տեսում ինչ ասում, արա տեսում ինչ ասում, արա մարդիկ հազարավոր զոհեր տվալով իրանց հայրենիքը պաշտպանել են, մենակ մնալու հետևանքով դարձել են փախստական։ Սես թենես դրանց զավակները բոլորը այդ բանակ տանելու հարցը զատիսկի չեն նայում։ Ինչ անձնագիր ունես, չունես, որդից էլի գտնում տանում են։ Եկել ասում Ղարաբաղցիները կարող է տենց են անում, որ խուսափեն զինված։ Տեսել ով ում ինչ է ասում։ Ով ում ինչ է ասում։ Հայաստանի քաղաքացիություն ասում չի Հայաստանի քաղաքացիություն չես ընդունում։ Հələ բանանք թե ժամանակին Վիտալի Բալասանյանը երբ որ ասում էր Լեռնային Ղարաբաղն անկախ է, Լեռնային Ղարաբաղը առանձին է, Հայաստան չի, այդ լուրջ են ընդունել ու ընդհանրապես այդ կոչին են արձագանքել ու այդպես են։ Դիմեն, դուք ասում եք ինչու են Հայաստանի կառավարությանը դիմում, ինչու են արտգործնախարարությանը դիմում, բա ում դիմեն։ Երբ որ սովամահ էին լինում ռուսների ու ադրբեջանցիների ձեռքով եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այդ ժամանակ իրենց այնտեղ ապրելու իրավունքը հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում բանակցության մեխ էին դարձրել եւ անընդհատ այդ հարցը կար սեղանին, դա ադրբեջանական կողմն է նաեւ հաստատել։ Եվ երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հասել էին նրան, որ պաշտոնական Ստեփանակերտը եւ այն ժամանակվա եւ Բաքուն, Սոֆիայում պետքա նստեին բանակցությունների սեղանի շուրջ, այդ ժամանակ էր պետք մտածել։ Քաղաքատագետ, որ ասում եմ քաղաքատագետ, այդ եմ ասում, Հայաստանի իշխանությունները հասել են այն բանին, որ Արցախի պաշտոնական իշխանությունները բանակցեն Ադրբեջանի պաշտպան Արցախ իրաց խոստումն էին կատարել, Արցախը դարձել էր բանակցությունների կողմ։ Իլհամ Ալիևը պիտի բանակցեր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Սուտ Այդ Սոֆիան, որ ասում է, անցած անգամ ես քեզ ասել եմ Պետրոս,
Արտակ Բեգլարյանը հաստատել է, որ Արցախի ներկայացուցիչները Տոմսերը ձեռը ուզել են գնան Սոֆիա, զանգ ասել են՝ մի գնացեք, Ադրբեջանից ոչ մեկը չի գալու։ Այդ նույն ժամանակ Ադրբեջանի իշխանություններն ասում էին՝ պիտի ենթարկվեք մեր երկրի օրենքներին, գաք դառնաք Ադրբեջանի քաղաքացի։ Այսինքն Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվեք, դառնաք Ադրբեջան, որովհետև Ադրբեջանը այդ մարդկանց օրենքով առաջնորդում, ասում է դուք Հայաստանի քաղաքացի եք։ Այս պահին այսօր Բաքվի բանտերում դատվող Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին, մնացածին ասում են Հայաստանի քաղաքացիներ, որովհետև այդ մարդիկ Հայաստանի քաղաքացի են։ Իսկ նրանք ասում են չէ։ Գնայիք ընդունեիք Ադրբեջանի քաղաքացի, ինչեք եկեք դառը Հայ ո՞վ է տեսել Հայաստանի քաղաքացին, կա Հայաստանում ասես Հայաստանի քաղաքացի։ Մենայիք դառնայիք Ադրբեջանի քաղաքացի, նորմալ ցեղասպանվեք, հերիք չեք մնացել, չեք ցեղասպանվել, վերջնական։ Մի մասնա ձեր ընդամենը ցեղասպանության ենթարկել, մնացածն եկել են այստեղ, դառել են արտոնյալ, հերիք չի։ Մատել հետո մեն արտաքին գործերի նախարարից, ասում են արտաքին գործերի նախարար, դու ինչի ես զբաղվում Հայաստանի տարածքը ադրբեջանցիներով բնակեցնելու հարցերով։ Մեզ հարցերով զբաղվի, որ մենք գնանք Արցախ։ Այ քեզ բան։ Մտ չդնեն ես սիրուն մտ իր հրահրած ազգային ատելության հողի վրա մի հատ քաղաքացիական պատերազմ էլ հրահրեն, մտ դնեն այդ սաղ արցախցիներին, հա։ Մտ դավայ մտ էլ կազմակերպեք, հեսա էդ էլ են անելու, կտենաս Պետրոս, հեսա դրան է տանելու, եթե արցախցիները չիկնակազմակերպեն ու մենք բոլորս միասին սրանց հախից չգանք, հանենք շպրտենք իրանց դեպի իրանց Ալիևի ու իրանց Էրդողանի մոտ։ Այդ իրանց թուրքական էշմիասին քաղաքը։ Իրանք էդ են անելու։ Ոչ միայն արցախցիներ, մեր բոլորը ի՞նչ տարբերություն սրանց համար։ Հայը էլ ի՞նչ տարբերություն, Արցախի հայը թե վայքի։ Ինչ կապ ունի դրա հետ շարքային Ղարաբաղցին, շարքային արցախցիներին ես։ Այսինքն մենք է սոցիալական օգնություն չենք տալի, որովհետև այնտեղ ձեր ազգային ժողովը գլխից սոցիալական օգնության մասին խնդրում եմ, ովքեր ունեն դրա կարիքը, պետքա ստանան։ Քավլիցի որևէ մեկը անգամ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոնյաները դա չեն հերքում։ Ով ունի դրա կարիքը պիտի ստանա։ Արդարացիորեն պիտի ստանա, որովհետև այդ մարդիկ լավորից չի, որ այստեղ հայտնվել են, չէ, այդպիսի բան չկա։ Այդպիսի բան չկա, դա սոուսն է։ Այսինքն ոնց այդպիսի սուտ մարդը կարան ասել սուտ, նոր Պետրոսն է ասում, Պետրոսն էլ ինչի ասում, որովհետև համ Տիգրան Խաչատրյանին է փոխվարչապետ կանչեհյուր, համ Գեղան Ստեփանյանը կա։ Երկուսն էլ նույն բանը հաստատում են, ասում են, որ ապրիլի կեսից 40+ 10 ծրագիրը էլ չի լինելու։ Մի ամիս է կարա ավելանա, եթե վրանը հանեք։ Լավ 2 ամիս կմնա, եթե վրանը հանեք, էլ այլևս ոչ մի սոցիալական պահանջ չներկայացնեք, ոչ մի քաղաքական պահանջ չներկայացնեք, հարմարվեք ձեր վիճակին, չեք հարմարվեք, թողնեք այդակ ուրիշ երկիր։ Երկուսն էլ հաստատում, չէ, այդպիսի բան չկա։ Այդպիսի բան չկա։ Այդ բանն է, էլի։ Իրա սաղ իմացածները, այսպես մոտավոր, խառախուռա նույնն էլ էսա, էլի։ Տգետ։ Ես պիտի դիմեմ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին ուղղակի չտրվել եւ այս քաղաքական հոսանքների ու խաղիկների զոհը իրենց չդարձնել, որովհետեւ այս ամեն ինչի արդյունքում ստանալու են իրականում սոցիալական ցասում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրական հիմքերի եւ հողի վրա, ելի եմ կրկնում, արտոնյալներ չպիտի լինեն այստեղ եւ որևէ մեկի սոցիալական խնդիրը դրանից ավելի արագ չի լուծվելու։ Դեռ մեզ ինչ ասում, նորից նստել ատելություն անում, ասում է արցախցիները եթե իրենց իրավունքների պաշտպանության համար զբաղվեն, Հայաստանի մյուս քաղաքացիների կողմից կստանան սոցիալական ցասում իր հետևանքներով։ Ակնհայտ հրահրում է քաղաքացիական բախումներ մեր երկրում։ Հիմա Արտյոմ Սերոփյանն էլ կամ դատախազներն էլ նստած լսում են ու բանի տեղ չեն դնում, չէ՞, որ ակնհայտ հասարակության մեջ լարվածություն ու քաղաքացիական բախումներ է հրահրում։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Լսեցի՞ր բանաձևը Պետրոս, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Ով ասա այդ միտքը։ Կարաս ասես, առաջին անգամ ով ասե։ Ասել է Իլհամ Ալիևը։ Ահագին ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր ոչ, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չի։ Ալեն Սիմոնյանը այդում էր այն իր մորքուրի մոտ, այն Գաֆարովայի, նա որ ասում էր Լեռնային Ղարաբաղ չկա, Ալեն Սիմոնյանը հակադարձում էր, ասում էր ոնց չկա, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Իլհամ Ալիևն է ստորագրել նոյեմբերի 9-ը, որտեղ գրած է Լեռնային Ղարաբաղ, ուրեմն Լեռնային Ղարաբաղ կա, ուրեմն նաև Լեռնային Ղարաբաղի հարց կա։ Ալիևն ասաց ոչ, չկա, դուք ինքներդ պետքա ձեր բերանով ասեք
Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջակետ։ Կամաց սկզբից Նիկոլ Փաշինյանն ասաց, հետո Ալեն Սիմոնյանն ասաց, հետո եկավ հասավ այս երրորդ սորթերին։ Հիմա ենք ասում, Լեռնային Ղարաբաղի հարց չկա, այտենց հարցը Իլհամ Ալիևի թեզերը պաշտպանում, որը հալալ է, էլի, բայց դրան որ նա կարացել է Հայաստանում, այս ձևի ցան ստեղծի։ Հիշում ես, չէ՞, Պետրոս, որ Ադրբեջանի ԱԱՑ տնօրենը ասել էր, որ Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, մենք դա թույլ չենք տալու։ Դե հիմա ում միջոցով պիտի մարդիկ ունենա, ֆինանսավոր կառույցներ ունենա, այդ կառույցներից մեկը պիտի կոչվի կուսակցություն, մեկը կոչվի հասարակական կազմակերպություն, չէ՞, քաղաքացիների իրավունքների կազմակերպություն, մեկը Եվրոդաշինք, մեկը Տանձի պոչ, մեկը այս բանը քաղաքատգետ, այսպես պիտի սրանց մարդկանց միջոցով կարողանան իրանց նախագահի թեզերը բերեն մտցնեն հայ հասարակության մեջ ու պետական քաղաքականություն տանեն, որպեսզի թույլ չտան, որպեսզի Հայաստանում տեղ ունենա իշխանափոխություն, որովհետև Հայաստանում իշխանափոխություն ասում է հակասում է մեր երկրի շահերին, իրանց երկրի շահերին։ Ազնվություն էլ կա է մեջներ, ուղղակի պետք է բացահայտենք, բացահայտում ենք, այս Ղազարյան versus Ղազարյանը դրա համար է, որ բացահայտենք։ Այլ օրինակ բերեմ, ներողություն, Գլենդելի հայությունը որոշում է անկախանալ Միացյալ Նահանգներից եւ ասում է Հայաստանի Հանրապետություն իմ անկախության գործընթացի ողջ դիվանագիտական հարվածները եւ ոչ դիվանագիտական հարվածները Գլենդելը Արցախի հետ համատել է։ Ասում եմ ինչ է Գլենդելը համատում Արցախի հետ, որովհետեւ քաղաքատգետ է, որովհետեւ եթե քաղաքագետ լիներ մի անգամ գոնե կարդացած կլներ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը։ Մի անգամ գոնե կարդացած կլներ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, որովհետև հնարավոր չի մարդը լինի քաղաքագետ ու քաղաքագիտական հիմնարար փաստաթղթերը ծանոթ չլինի դրա բովանդակությանը։ Եթե ծանոթ է ու ասում է, որ Գլենդելը ու Արցախը նույն կարգավիճակ ունեն, որի վերաբերյալ Հայաստանի իշխանություններ ունեն նույն վերաբերմունքը, եթե ծանոթ է ու այդ ասում, ուրեմն դա вообще քաղաքատգետ է։ Իսկ եթե ծանոթ չի, ուրեմն տգետ է, որ ծանոթ չի, որովհետև գիտակից գիտուն մարդը կեթար քաղաքագիտական փաստաթղթերի հետ եւ իրականության հետ կծանոթանար, բայց սրան ինչին է հետաքրիր Հայաստանի ազգային անվտանգություն։ Ուրեմն ինքը պետք է Ադրբեջանի ազգային անվտանգության նպատակները, խնդիրները, ռազմավարությունը թողնի, գայժ ուրեմն կակոյնի բույց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարություն կարտա։ Պարապա մնաց է, էլի, գործ չունի անելու։ Ներողություն, որևէ մեկիս համար հաճույք չի այս զրույցը, հաճելի չի այս զրույցը։ Եթե չեմ Մենք դնենք իրանց տեղը։ Ես ամբողջությամբ ձեզ հետ համաձայն եմ։ Դուք իրանց տեղը ոչ թե պիտի ձեզ դնեք, Պետրոս, այլ դուք իսկապես պիտի հայտնվեք իրանց կարգավիճակում։ Այ իրանք պիտի բավարար ուշադրության արժանանան Հայաստանի իշխանությունների կողմից, երբ որ այդ իշխանափոխությունը կլինի։ Իսկ դուք պիտի այսպես բոլորդ միասին դառնաք տնեզուրկ փախստական, որպեսզի հասկանաք, թե ինչ է նշանակում ասես տակ-տակ խոսել ձեր մեղքով այդ վիճակի մեջ հայտնված մարդկանց մասին։ Որևէ մեկիս նորից եմ կրկնում, հաճույք չի տալիս այս զրույցը։ Որևէ մեկիս համար հաճելի չի խոսել Լեռնային Ղարաբաղի հայության այնտեղ ապրելու մասին անցյալով։ Վստահեցնում եմ ձեզ։ Այնպես չի, որ ես ինձ լավ եմ զգում, բայց ես գիտակցում եմ, որ այդ հարցի առաջ քաշումը Հայաստանի Հանրապետության պետական շահերի դեմ է։ Հավելյալ անվտանգային ռիսկեր ու խնդիրներ է դա գեներացնում Հայաստանի Հանրապետության շուրջ։ Շատ պարզ, որովհետև Բաքվի բռնապետը առավոտից երեկո Ադրբեջանից նստած հայտարարում է, որ Երևանում ինչ-որ ռևանշիստական ուժեր կան։ Չէ։ Տենեմ ես, ասում է Ադրբեջանի բռնապետը, տես մեկ բան է անում, որ մտամ շեֆի մասին խոսալուց ինքը ասում Ադրբեջանի նախագահը սենց է ասում. մենք ո՞նց կարանք մի բան անենք, որ Իրան չջղայնաս, մենք այնպես բաներ պետք է անենք, որ ինքը Իրան լավ զգա, ինքը ուրախանա, Իրան հաճելի լինի, Հայաստանում մենակ այդպես բաներ պետք է արվի։
Օրինակ Ալիևը ինչքան կուրախանա, որ իմանա Ղարաբաղցիներին ըստեղ ոչ տուն են տալի, ոչ փող են տալի, ոչ պայմաններ են ստեղծում ապրելու համար, որ արցախցիները նաև Հայաստանից գնում են արդեն Ռուսաստան, գնում են Ամերիկա, գնում են Ֆրանսիա, որ հետ վերադարձի ոչ մի հնարավոր, ինչքան կուրախա, այդպես բաներ պիտի անես, որ Ալիևին ուրախանա, թե չէ մեկ այնպես բաներ եք մեկ մտածում Հələ լավա չեն անում ասում։ Այնպես բաներ եք մտածում, որ այն մարդը դες նստում է ջղայնանում է։ Ինչքան պետք է ջղայնացնեք, արա դուք այդ Ալիևին։ Ալիևին ջղայնացնում եք, կարող է զանգի մի հատ էլ իրան չերեզով, էլ ինքը երրորդ սորտի է։ Այն առաջի սորտի դավաճանների այդ ջղայնությունը փոխանցի։ Հետո դա պետք է փոխանցվի գազդի մինչև երրորդ սորտ։ Ոնց թե։ Մի րոպե։ Ինքը կարող է ինչ ուզում է ասի, ինքը ասում է Սևանն էլ է մերը։ Ես ասում մարդիկ ասում են եղբայր ասեք, որ այս մարդիկ իրավունք ունեն վերադառնալ իրենց տները ապրելու։ Չեն ասում Ղարաբաղը տվեք մեզ։ Հայաստանի Չեն ասում Ղարաբաղը անկախանա։ Հասկացանք, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, թե Ադրբեջանի կազմից դուրս, այդ մարդիկ իրավունք ունեն այնտեղ գնալ ապրելու, ընդհանրապես այդ մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ինչու՞ ասա ռևանշիզմ։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հետո ուրեմն այս մարդիկ իրենց տանը չեն կարող ապրել։ Հայաստան գիտես, չէ՞ Պետրոս, դա էլ է քաղաքատագիտության հետևանք։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի իրավական փաստաթղթով, ոչ մի վավերացրած փաստաթղթով չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ պետք է լինի Արցախի Հանրապետությունը։ Նման միջազգային պայմանագիր վավերացված գոյություն չունի։ Հայաստանի Հանրապետության փոխարեն մի հատ իրան նմանը, անունը Նիկոլ, վերկացե հայտարարել է գնացել Շարլ Միշելի բանի Էմանուել Մակրոնի ու Իլհամ Ալիևի հետ։ Մի հատ հոկտեմբերի 6-ին փաստաթուղթ ստորագրել, ասում է ես ճանաչում, ես ինքը մենակ։ Հետևն է վերընկած Արարատ Միրզոյան ու Ռուբեն Ռուբինյան։ Այդ իրեքով գնացել են, ճանաչել են, եկել են։ Հիմա ասում է դա Հայաստանն է ճանաչել, դե դրանից հետո էլ սկսվել է իհարկե Արցախի շրջափակումը, սկսվել է բռնի տեղահանությունը, ցեղասպանությունը։ Դե հիմա, այ քեզ բան։ Շատ բան է։ Խաչատուր Սուքիասյանի ասած 200 հոգի էսյան, 200 հոգիյան, այդ օրն են մեռել։ 200 հոգի էսյան, 200 միլիարդ դոլարի էսյան, 200 միլիարդ էսյան վնաս են կրել։ Մի 150 միլիարդ դոլարի վրա ես այդ որոշման հետևանքով Հայաստանի վրա տուժեր, տուգանքներ, բաներ կդնեն։ Մի 17 միլիարդ դոլարի այդ ադրբեջանցիները որ կան Հայաստան դրա, դե հիմա բանա փոխվե։ Իրավիճակա փոխվե։ Այս մարդիկ կարան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ ապրեն։ Դե Իրատեսական, ամենաիրատեսականն եմ ասում, Ադրբեջանի պահանջներով, գուցե սա սվիններով հիմա ընդունեն, բայց ներողություն, այլ ճանապարհ չկա, այլ ճանապարհը պատերազմն է, պարոն Ղազարյան։ Այս մի րոպե, ինչի այդ մարդիկ գնան։ Դու գնա։ Օրինակ, երբ որ Արցախը հանձնաշեր, ես Արցախ գնում էի, ինձ ոնց որ արցախցիները։ Երբ ուզում էի, գնում էի, ու պետք էր լում տուն էի վարձում, մնում էի, պետք էր լում մի օրով էի մնում, ես ընդ ասենք հիմա ինչի պիտի այդ մարդիկ գնան, դու չգնաս։ Դու էլի գնա Արցախ, ընդ ադրբեջանական իշխանություն, դու ճանաչել ես, չէ՞, Արցախ Ադրբեջանի կազմում։ Հիմա գնա Հակարի կամուրջ, հենց այսօր ստեղից վեր ես կենում, ուրեմն ջահանդվում ես, այնպես բառերով ասեմ, որ նաև քեզ հասկանալի լինի, ջահանդվում ես Հակարի կամուրջ, ներկայանում ես քո անձնագրով, դու Հայաստանի քաղաքացի ես, չէ՞, քոնը 070 չի, մոտենում ես Ադրբեջանի անձնագրային ծառայության, սահմանապահ ծառայությանը, անձնագիրը տալիս ես, ասում ես, ես ուզում եմ գնամ իմ կողմից ճանաչված Ադրբեջանի Հանրապետություն եւ ապրեմ ադրբեջանական օրենք ընտանիքով, որ վաղը միսօր քո երեխեքն էլ մեծանան, դառնեն 18 տարեկան, Ադրբեջանի օրենքներով, Ադրբեջանի զինկոմը իրանց ուղարկի ադրբեջանական բանակ ծառայելու։ Դու մի քիչ առաջ դու ասում ես, չէ, արցախցիները չեն անում, որ թե չծա, այ դու կեթաս, քո երեխան կեթա Ադրբեջանի բանակ կծառայի, Ադրբեջանի ոստիկանությունը քո անվտանգությունը քհսկի, Ադրբեջանի սոցիալ քեզ կտրամադրի ամիսը 40,000 պլյուս 10,000 դրամի աջակցություն, դու գնա ապրի։ Դու գնա Պետրոսը թող գնա, Նիկոլը թող գնա, Արարատ Միրզոյանը թող, Սուրեն Պապիկյանը գնային, Անդրանիկ Քոչ, դու գնացեք, եվրոներով գնացեք։ Արցախցիները այնտեղ ապրում էին,
մինչև ձեր իշխանության գալը եւ իրանց զինված ուժերն էլ ունեն, իրանց ոստիկանությունն ունեն, պետական հանգիստ ապրում էին։ Դուք գնացիք, խոստացաք, ասիք մենք հեղափոխություն ենք արել, որ եկենք, որ գանք, ձեր այս կարգավիճակը, որ ճանաչված չի, միջազգայինորեն ճանաչենք, ավելի անվտանգ, ավելի բարեկեցիկ ստեղծեն, այդ խոստացել եք։ Մարդկանց տուն տեղ ավիրել եք, մարդկանց սարքել եք ցեղասպանության զոհեր, փախստականներ, բռնի տեղահանվածներ, մի հատ էլ ասես լկտի ձևով նստած դրանց հասցեին խոսում է։ Չէ, Պետրոս, էսի անպատիժ չի կարա մնա, Պետրոս։ Դու քո պատժի մասին մտածի, դու էլ քոն։ Այսինքն պետք չի որ դուք մտածեք, մտածողը մենք ենք, մենք էլ մտածում ենք ու դուք դա ստանալու եք ուղղակի։ Դուք ելելու եք այդ պատժի շահառուն, արտոնյալներ, այդ պատիժը կրելուց արտոնյալ, այն ձեր հասանելիք պատժից բացի, մի հատ էլ լրացուցիչ արտոնյալ պատիժ կստանաք, որ հասկանաք ինչ է նշանակում ցինիզմը տգիտության պայմաններում։ Եկեք չխափենք հանրությանը։ Ճիշտ է, նրանք էլ ասում են պահանջեք երաշխիքներ, որ նրանց չեն ճնշի այնտեղ, չեն սպանի այնտեղ։ Դա նորմալ պահանջի, դա ռևանշ է։ Ադրբեջանից իրենք երաշխիք են ուզում ստանալ։ Միջազգային հանրությունից։ Որ միջազգային հանրությունից, դա էլ թող մասնավորեցնեմ։ Մասնավորեցված է ԵԱԿ Միսկի խմբի համանախագահությունից, որը դուք լուծարում եք։ Միակ միջազգային հանրություն կոչվածը, որ ունի պաշտոնական ձևակերպում եւ կոչված է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում միջնորդ առաքելություն իրականացնելու եւ երաշխիքներ ստեղծելու համար կոչվում է ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահություն, որը լուծարելու նախաձեռնությունն եք որոշե ստանձնեք, էլի ձեր սիրելի, ձեր ղեկավար Իլհամ Ալիևի պահանջով։ Էդ էլ է մասնավորեցված։ Բարձա, պարոն քաղաքատգետ։ Շնորհակալություն։ Ոչ էլ շնորհակալություն, Պետրոս, դու արդեն այնքան ճգնաժամ է քո մոտ, որ մարդ չի գալի, արդեն ընկել ես այս սրանց հույսին։ Քաղաքատագետ։ Մեր հյուրը քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էր, կհանդիպենք ցտեսություն։